Օրեր առաջ նախաքննական մարմինը խուզարկել է Մերձավանի նախկին համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանի տունը։ Արմլուրին հասած տեղեկությունների համաձայն խուզարկությունը կապված է սեպտեմբերի 23-ին Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության քրեական գործի շրջանակներում։ Այս տեղեկատվությունը անձամբ փորձել են պարզել Մհեր Ախտոյանի եղբորից, Փարաքարի ԿՊԱ-ական հավաքանու անդամ Դավիթ Ախտոյանից։ Նա հաստատել է տեղեկությունը, նշելով, որ իրավապահ մարմինները օրենքով սահմանված կարգով ծանոթել են իրեն և իր ներկայությամբ հայրական տունը խուզարկվել է։ ԿՊԱ-ական հավաքանու անդամը հավելել է, որ որևէ բան չեն հայտնաբերել և այլ տեղեկություն չի կարող տալ, քանի որ ընթացքի մեջ է նախաքննությունը։ Ավելի ուշ տեղեկացվել է, որ Մերձավանում խուզարկությունները նախաքննական մարմնի կողմից շարունակվում են։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին սպանվել է Փարաքարի համայնքի ընտրված ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Այս պահին կալանավորված երկու անձ իրավապահները պնդում են, որ սպանությունը բացահայտված է, սակայն Վալոդյա Գրիգորյանի հարազատները պնդում են, որ կան պատվիրատուներ։ Հավելենք նաև, որ օրեր առաջ մամուլը ցնցած տեղեկությունն այն էր, որ Մերձավանի նախկին համայնքի ղեկավար Մհեր Ախտոյանը սիրային կապի մեջ է եղել իր եղբոր ԿՊԱ-ական հավաքանու անդամ Դավիթ Ախտոյանի կնոջ հետ։ Վերջինս Գոհար Գալստյանն է, ով աշխատում է Մերձավանի դպրոցում, ներկայացնում ենք նրա լուսանկարները, իսկ հաջորդիվ ներկայացնում ենք սկանդալային պատմությունը։ Նշենք, որ այս դեպքերի արդյունքում Գոհար Գալստյանը ջնջել է իր բոլոր սոցիալական ցանցերի էջերն ու հեռացել այս տիրույթից։ Փարաքարի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանը սիրային կապի մեջ է եղել իր եղբոր Դավիթ Ախտոյանի կնոջ հետ։ Դավիթ Ախտոյանի կինն աշխատում է Մերձավանի դպրոցում, ժամանակավոր փոխարինում է ուսուցչուհու։ Նրա ներկայությունը դպրոցում մեծ իրարանցում է առաջացրել։ Օրեր առաջ գյուղի բնակիչները հավաքվել էին դպրոցի բակում և թույլ չէին տալիս, որպեսզի նա մուտք գործի դպրոց։ Նրանց խոսքով, իրենք դպրոց երեխա են ուղարկում, որպեսզի երեխան կրթված դուրս գա։ Իսկ այս դեպքում ինչ կարելի է սպասել։ Նշենք նաև, որ նեղ շրջանակներում նշվում է, որ հաղորդագրությունները սեռական բնույթի հաղորդագրություններ են եղել։ Թե իսկ թե երբ դրանք ի ցույց կդրվի հանրությանը կամ կողմերից որևէ մեկը երբ հանդես կգա հերքումով կամ հաստատումով, դժվար է ասել։ Մեզ մնում է միայն հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը։ Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը սպանությունից դեռ 10 օր առաջ լքել է երկիրը, թե երբ նրան կբերեն Հայաստան հայտնի չէ, իրավապահները այս առումով դեռևս որևէ գործ չեն ձեռնարկել։ Նշենք նաև, որ համացանցում այս օրերին տարածվում էր Մհեր Ախտոյանի մասնակցությամբ այն լուսանկարը, որտեղ նա ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ էր։ Հայկ Սարգսյանը հանդես էր եկել խոսքով, նշելով, որ մտերիմ հարաբերությունների մեջ չի եղել Մհեր Ախտոյանի հետ, պարզապես ինչ-որ միջոցառման ժամանակ հանդիպել են։ Մակարյան Նյուզի տեղեկություններով երեկ գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում։ Ծեծկռտուքի մասնակից մի կողմը եղել են Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի մերձավորները, մյուս կողմը նախկին գյուղապետ և ԿՊԱ-ական Մհեր Ախտոյանի կողմնակիցները, երկու կողմն էլ երիտասարդներ։ Ասացին գյուղամիջում հանդիպել են, որոշ հաշիվներ պարզել, հասցրել են իրար ծեծել, անգամ քարերով և այլ առարկաներով վնասել են Ախտոյանի կողմնակիցների մեքենաները, սակայն ոստիկանությանը հաջողվել է կանխել միջադեպը, որ արյունալի ընթացք չստանա։ Ծեծկռտուքի մասնակիցների մի մասը փախուստի է դիմել, ասացին Վալոդյա Գրիգորյանի մերձավոր անձինք հիմնականում, բայց շուտով հնարավոր է հայտնվեն և հանձնվեն։ Հավանաբար բացատրական աշխատանքներ են տարվել իրավապահների կողմից։ ՆԳՆ-ից հաստատել են տեղեկությունը, որ վիճաբանություն է եղել նշված անձանց կողմնակիցների միջև, որը ոստիկանությունը կարողացել է կանխել։ Նշենք, որ Մհեր Ախտոյանը տևական ժամանակ է երկրում չէ, նա դեռ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության օպերծառայող Կարեն Աբրահամյանի սպանությունից առաջ էր հասցրել լքել երկիրը, Մոլդովայում է ու դժվար է վերադառնա Հայաստան։ Գիշերվա միջադեպն էլ կապված է Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ, ըստ էության վենդետայի շարունակությունն է, քանզի երկու թևերի միջև այս սպանությունից հետո էլ ավելի խորացել է թշնամանքը։ Արմլուրը եղել է Փարաքարում, խոսել է Վալոդյա Գրիգորյանի մոր Մարինե Գրիգորյանի հետ։ Վերջինս խոսել է մեղավոր ճանաչվածների մասին, նշելով, որ չէր ցանկանա, որ նրանք որևէ կապ ունենային այդ ամենի հետ, քանի որ իրենք էլ եթե լինեն բերդում, միևնույն է, լավ կյանք չեն ապրելու, թող իր
Թշնամին անգամ բերդում կյանք չունենա, սակայն ինչպես տիկին Մարինեն է նշել, իր որդու կյանքից թանկ որևէ բան չկա, սակայն այսօր իր որդին այլևս իր հետ չէ։ Տիկին Մարինեի խոսքով ինքը սպասում է, որ լինի արդար քննություն։ Վերջինս նշել է, որ իր որդու սպանության մեջ եղել են պատվիրատուներ։ Մարինե Գրիգորյանի խոսքով Փարաքարի համայնքապետ դառնալուց հետո իր որդու հաղթանակը այդպես էլ չեն մարսել։ Իշխանությունների ոտքերի տակ պարողներ կային, ովքեր կուլ չտվեցին իմ որդու հաղթանակը։ Դա մի մեծ ոսկոր էր, որը կանգնած էր նրանց կոկորդին, նշել է Մարինե Գրիգորյանը։ Մարդուն սպանեցին իր սկզբունքների համար, որովհետև գիտեին, թե իմ տղան իր կյանքից ինչ է ուզում։ Իմ տղան տարիներ շարունակ այս կուսակցությունից այն կուսակցություն չի անցել։ Իմ տղան սկզբունքային էր, եւ հենց դրա համար էլ սպանեցին նրան։ Տիկին Գրիգորյանի խոսքով սա հրահանգն է Փարաքարի նախկին համայնքապետ Ախտոյանի։ Վերջինս դեպքից 10 օր առաջ երկրից դուրս է եկել, հրահանգ է տվել այս սպանությունը կազմակերպելու համար։ Տիկին Մարինեի խոսքով նա տարիներ շարունակ երկիրը չի լքել եւ միայն այս դեպքից 10 օր առաջ որոշել է հեռանալ։ Հավելենք նաև, որ այսօր ներկայացրել էինք նաև փետրվարի 5-ին սպանության մեջ կասկածվող Արմեն Ղազարյանի մոր Ռուզաննա Ղազարյանի հարցազրույցից հատվածներ։ Արմեն Ղազարյանը տեսանյութային երիտասարդն է, որի ձեռքում կա ինքնաձիգ բոլորին հայտնի ավտոմատը։ Նա արդեն 8 ամիս է կալանավորված է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին ժամը 23:50-ին Փարաքարի կիսակառույց տան բակում սպանվել են համայնքի ընտրված ընդդիմադիր ղեկավար Վալոդիա Գրիգորյանը եւ նրա ընկեր ոստիկանության Արարատի օպերատիվ աշխատակից Կարեն Աբրահամյանը, իսկ Արծրուն Գալստյանը վիրավորվել է։ Արմեն Ղազարյանի մայրը սկզբում հրաժարվեց մեկնաբանություն տալու, այնուհետև խոսեց։ Նա նշում է, որ իր տղան չի մարդասպանը։ Եթե լինի ճիշտ քննությունը, ապա իրավապահ մարմինները կգտնեն, թե ով է իրականում եղել այդ օրվա մարդասպանը։ Տիկին Ռուզաննայի խոսքով պետք է օբյեկտիվ լինել, որպեսզի նման դեպքերը կանխվեն։ Նա նշել է, որ պետք է յուրաքանչյուրը պատժվի, այդ թվում իր որդին, ով զենք է խլել, բայց իր որդին մարդասպան չէ, նա չի կրակել։ Այսօր ամեն ինչ բարդվում է իր որդու վրա, այսօր կալանավորված է միայն իր որդին, փետրվարի 5-ի գործով։ Տիկին Ռուզաննայի խոսքով իրավապահ մարմինների բաց թողման արդյունքում է, որ կրկին կրակոցներ են հնչել Մերձավանում։ Նա նշում է, որ իր որդին այս պահին կալանավորված է եւ նա անմեղ է։ Նա պարզապես ներկա է գտնվել այդ օրը, սակայն ինքը մեղավոր չէ եւ ամեն ինչ բարդվում է իր որդու վրա։ Տիկին Ռուզաննան նշել է, որ դիմել է հանրապետության գլխավոր դատախազին գործը կրկին քննելու եւ անմեղության վարկածն առաջ բերելու համար։ Տիկին Ռուզաննայի խոսքով այս ամենը վենդետայի արդյունք է։ Վենդետա է եղել, քանի որ կողմին չի բավարարել քննության արդյունքը։ Ողջ մամուլի թիվ 1 թեման Փարաքարի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի սպանությունն է։ Սա ողբերգական դեպք էր, որի ետևում կանգնած է վենդետա ասվածը։ Դեռ ամիսներ առաջ Փարաքարում սպանություն էր տեղի ունեցել։ Սպանվել էր Փարաքարի նախկին ղեկավարի հորաքրոջ որդին։ Հորաքրոջ մյուս որդին էլ կանգնած է վենդետայի ետևում։ Այս օրերին մամուլում տարբեր կարծիքներ են հնչում։ Շատերը քննարկում ու քննադատում են կրակող անձին, շատերն էլ, պես ասած, պաշտպանում են նրան։ Մեկնաբանություններում նշվում է, որ տղան կիրթ, դաստիարակված եւ հիանալի երիտասարդ է եւ դրդված է գնացել այդ քայլին, քանի որ դատավարությունը ճիշտ չի ընթացել։